Երևան քաղաքի Առաջինազյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում 3 նոյեմբերի 26-ին քննվում էր թմրանյութի իրացման ենթադրյալ դեպքով գործը։ Ըստ ներկայացված մեղադրանքների Ներսես Քոսոյանը մեղադրվում է թմրանյութի ապօրինի իրացում կատարելու համար։ 2020 թվականի մայիսի 13-ից սկսած տվյալ անձի վերաբերյալ քրեական վարույթը գտնվում է դատարանում գործի քննության փուլում։ Գործի ընթացքում արդեն 3 դատավոր է փոխվել եւ վարույթը քննվել է 3 տարբեր նախագահող դատավորների կողմից։ Չնայած որ նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառվել է միայն 2025 թվականի մարտ ամսից, պաշտպան Ինգա Ավագյանը կարևորեց ընդգծել. Մենք էլ պահանջում ենք, որ վերեք դատարան հետազոտենք այն իրեղենները եւ գուցե դրանով պայմանավորված հարգելի մեղադրողի մոտ կառաջանա միտք եւ միջնորդության հանես գա մեղադրանքը փոխելու կամ ծավալը փոխելու կամ պարզապես այդ մեղադրանքի քննությունը շարունակելու մասին։ Պաշտպանական կողմը դա չի բացառում։ Գործը քննող 3 դատավորների նախագահությամբ իրեղեն ապացույցների դատական հետազոտությունը փաստացի չի իրականացվել։ Սա պայմանավորված չէ այն հանգամանքով, թե գործը չի հասել համապատասխան փուլին, այլ այն, որ դատաքննության ընթացքում կատարվել են որոշակի փոփոխություններ ապացույցների հետազոտման կարգում։ Մասնավորապես փոխվել է վկաների հարցաքննության եւ իրեղեն ապացույցների ուսումնասիրության ընթացակարգը, որի արդյունքում դատարանում նախատեսված իրեղեն ապացույցների հետազոտումը մինչ օրս չի կատարվել։ Արդեն իսկ պարզ է եղել, որ նաև նախորդ նախագահ դատավորների վարույթում գտնվող ժամանակահատվածում իրեղեն ապացույցները որպես այդպիսին դատարան չեն ներկայացվել, չեն հետազոտվել եւ նաև դրանով պայմանավորված դատարանի կողմից խոսքս վերաբերում է նախորդ նախագահ դատավորների որոշումներ են կայացվել ապացույցների կարգի հետազոտման փոփոխություն, որպեսզի մինչև ապացույցները, իրեղեն ապացույցները տեղը գտնվելու վայրը պարզեն եւ դատարան ներկայացնեն, դատարան հրավիրեն հարցաքննել վկաների։ Ավելին նախորդ նախագահ դատավորների ժամանակահատվածում նաև դատարանում հարցաքննել են վկաները։ Դատավոր Վահե Ջիվանյանն էլ հայտնեց, որ թմրանյութը գործի հետ դատարան չի ուղարկել, իսկ հանրային մեղադրողը պարզաբանեց, որ նույն թմրանյութը այլ գործով ևս իրեղեն ապացույց է եւ գտնվում է այլ գործի նյութերում։ Ինգա Ավագյանը սակայն արձագանքեց, որ նախորդ նախագահող դատավորների վարույթում իրեղեն ապացույցներ դատարան չեն ներկայացվել ու չեն հետազոտվել եւ այդ հանգամանքով պայմանավորված դատարանը կայացրել էր որոշումներ ապացույցների հետազոտման կարգը փոխելու վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինել պարզել իրեղեն ապացույցների գտնելու վայրը, դրանք ներկայացնել դատարան, ինչպես նաև ապահովել վկաների դատարան ներկայանալը ու նրանց հարցաքննությունը։ Փաստացի դատարանը հասել է իրեղեն ապացույցների հետազոտման փուլին, սակայն արդեն մի քանի դատական նիստ է, որ իրեղեն ապացույցները չեն ներկայացվում դատարան։ Դատարանը ցույց է, որ ինքերը դեռևս պահպանվում են, որպեսզի մեղադրյալը մնա այլևս կալանքի տակ, ուստի որոշում է կապան միջոց կալանքի ժամկետը երկարացիքեր 3 ամսով։ Այսպիսով 5 տարի քննվող քրեական գործով իրեղեն ապացույց չեն բերում դատարան, իսկ Ներսես Քոսոյանը շարունակաբար պահվում է կալանքի տակ։ Այս եւ այլ մանրամասներին ծանոթանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։